Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր իմ հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Պարոն Քոչարյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ, բարի երեկո։ Մեր նկարահանման ընթացքում Գյումրիում դեռևս լարված մթնոլորտը պահպանվում է, բախումներ են արձանագրվում երբեմն ոստիկանների եւ բնակիչների միջև, գյումրեցիների մի մասը քայլում է կամ տեղափոխվում է դեպի Երևան, ձերբակալված Վարդան Ղուկասյանի եւ եւս 7 պաշտոնյաների հետևից իրենց աջակցությունը հայտնելու համար։ Պարոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյանը փաստացի հրահանգը տվեց Ղուկասյանի դեմ քրեական գործ հարուցելու եւ ահա հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստ է իրագործել Փաշինյանի հանձնարարությունը։ Այս սցենարները ուր են տանելու Գյումրին, ինչ զարգացումներ եք սպասում։ Ինձ մոտ տպավորություն է, որ մեր ժողովուրդը եւ հատկապես քաղաքական հատվածը չեն կարդացել հայտնի հեքիաթը, երբ հայրը կանչում է որդիներին եւ ասում, որ տեսեք, փայտերը վերցնում է, հատիկ կոտրում է, հետո ասում է, որ եթե միասին լինի, դե հիմա փորձեք կոտրել արդեն այդ ամբողջ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ էլեմենտար բանը չեն գիտակցում եւ բոլորը հատիկ են, փորձում դիմակայել իշխանության այս փաստացի բեսպրեդելին, որովհետեւ տեսեք նույն օրը հենց այսօր կառավարության դեմը բողոքի ակցիա էին անում, այդ ֆուրերի վարորդները։ Հետո գնացին Ռուսաստանի դեսպանատուն։ Որովհետև մի մասը ասում է դա իմ խնդրեմը չի, մյուս մասը ասում է դե որ մենք միտինգ էինք անում, իրանք չէին գալիս, մենք իրանց հիմա ինչի պետքա աջակցենք։ Այն մյուս մասը ասում է մենք քաղաքականության չենք զբաղվում, դուք մի եկեք։ Այ այդպես հատիկ բոլորին կոտրելու են, որովհետև երևի, ոնց որ ոմանք մանուկ հասակում հեծանիվ չեն ունեցել, ոմանք էլ մանուկ հասակում հեքիաթներ չեն կարդացել եւ իրողություններ չգիտեն։ Ինձ մոտ այդպիսի տպավորություն է, որովհետև եթե այսպես շարունակի, ոչ միայն Վարդան Ղուկասյանը, այլ նաեւ շատերը կհայտնվեն այնտեղ, որտեղ այսօր Վարդան Ղուկասյանն է։ Ընդդիմադիր համայնքապետները մասնավորապես, Իհարկե ընդդիմադիրները, թեև վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ չի բացառվում նաև շոուի համար որոշ գործող չինովնիկների, հետևից էլ գնան, իբր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, եւ այլն, այդ բոլորը այնքան ինձ գոնե շատ ծանոթ սցենար է։ Նիկոլ Փաշինյանը առավոտյան Հռոմից հերթական կարճ տեսանյութն է հրապարակել եւ մակագրել է այսպես, որ սիրում եմ բոլորիդ։ Նիկոլ Փաշինյանի այս սիրո դրսևորումները որքան հեռուն կարող են գնալ եւ ինչ ձև կարող են ստանալ։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը 7.5 տարի ինչ ասում է հակառակն է անում, ես դա բազմից եմ ասել, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի, լավ, էլ տուգանքի մատերիալ է, այն էլ ինչ ձևի տուգանքի մատերիալ է, պրիվետ at Զիմզիմովը կամերան փակում էր, կամերաները տասնապատիկ ավելացել են վարորդների համար, չգիտեմ, Արցախը Հայաստան է եւ վերջ, պարզվեց, որ Արցախը երբեք Հայաստան միշտ Ադրբեջանի կազմում է եղել, այդպես կարող ենք երկար պատմել այս ամեն ինչ։ Նիկոլ Փաշինյանի սիրո դրսևորումների մասին։ Եթե խոսում է սիրուց, ուրեմն հասկացեք, որ դա ատելություն է։ Որովհետև նրա ամեն ինչը 180 աշճան հակառակն է։ Ինչ ասում է, իմացեք, անելու է 180 աշճան հակառակը։ Կբացատրի, որ ինքը չէր հասկանում, օրինակ չէր հասկանում։ Կամ մենք ենք իրեն սխալ հասկացել։ Կամ մենք ենք, կամ ինքը չէր հասկանում, որ օրինակ այդ տեսախցիկները փողոցներում անհրաժեշտություն են, ինքը չէր հասկանում, որ պետքա լցնել բյուջեն, որպեսզի տալ պարգևավճարներ, հենց դրա համար, այո, քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է, որովհետև եթե չլինի, այդ պարգևավճարները չեն լինի, եւ այլն, այսպես շարունակ։ Վերադառնալով Գյումրիի դեպքերին, արդյոք աջակցությունը գյումրեցիների կողմից բավականաչափ էր։
Որովհետև շատերը ասում են, որ եթե ամբողջ Գյումրին դուրս գար պաշտպանելու իրենց ընտրված համայնքապետին, ապա ուղղակի չէին կարողանա նրան ձերբակալել։ Եկեք մի քիչ ռեալիստ լինենք։ Ինչ է նշանակում ամբողջ Գյումրին ընտրել է Վարդան Ղուկասյանին, որ ամբողջ Գյումրին դուրս գար, այսինքն դուք մարդ պետք է մի քիչ ռեալիստ լինի։ Այդ ամբողջ Գյումրին դուրս գալու համար այդտեղ պետք է աշխատեն, էլի եմ ասում։ Այդ դեպքում պետք է աշխատեն բոլոր քաղաքական ուժերը, ովքեր ձայներ են ստացել, որպեսզի հետո իրանց հետևից չգա։ Իմ ասածը հենց դա է։ Իհարկե ամբողջ Գյումրին դուրս չեկի, որտեղ ամբողջ Գյումրին չի ընտրել Վարդան Ղուկասյանին, 20 քանի տոկոսն է ընտրել։ Իսկ խնդիրը միայն Վարդան Ղուկասյանն է, որպես թիրախ, թե այստեղ ավելի խորը երևույթներ կան։ Միգուցե ժողովրդի հանրության մոտ ընտրությունների նկատմամբ որոշակի պասիվ վերաբերմունք Ընդհանուր առմամբ իհարկե վախ է սերմանվում, գաղտնալսումներ, տեսնում եք, ամեն ինչը ուղեկցվում է գաղտնալսումներով, ձերբակալություններ, թեկուզ ամենաթեթևակի ինչ որ գրառում, անհասցե գրառում անգամ, այսինքն այստեղ սերմանվում է տոտալ վախի մթնոլորտ ժողովրդավարության բաստիոնում իդեպ։ Իսկ դա ինչի կարող է հանգեցնել, հասարակությունը ինչքան կարող է դիմանալ տոտալ վախի մթնոլորտում, մի օր դա պայթելու է, թե ինչ որ մի օր պայթելու է, անխոս, երբ չեմ կարող ասել, դա կարող է լինել մոտ ապագայում, բայց կարող է շատ երկար դեռ տևել։ Այսինքն նրա պատմական նախադեպերն էլ կան, այո։ Իհարկե։ Մամուլը գրում էր, որ մեր ձևով շարժման հավաքից հետո իշխանությունները բառացիորեն հիստերիկայի մեջ են հայտնվել, որովհետև չէին ակնկալում, որ այդքան մեծ արձագանք կստանա, այդքան շատ մարդ կմասնակցի հավաքին։ Կարծում եք բավարար հիմք էր մեր ձևով շարժման հանրահավաքը։ Ընդհանրապես մեր ձևով շարժումը խնդիրը մենակ հանրահավաքը չի։ Հաշվի առնելով այն պահից սկսած ջղաձիկ, այդ արձագանքները իշխանության, այդ թվում նաև հենց Նիկոլ Փաշինյանի պետության համաբերանները, դա կմնա եւ այլն, հայտնի գրառումները, գիտենք։ Պարզ է, որ այդ ուժը, իրենք հասկանում են, որ այդ ուժը կարող է ճիշտ աշխատանքի դեպքում, քաղաքական համախմբվածության դեպքում, կարող է այո շատ լուրջ վտանգ ներկայացնել իշխանության համար, որովհետև այդ ուժը ունի բավականաչափ ռեսուրս, չունի կոմպրոմատներ, չունի այսպես կոչված, թալանչիների այդ շլեյֆը, որովհետև այդ մարդը մի օր Հայաստանում չի աշխատել։ Ավելին, ինքը դրսում աշխատածը բերել է ներդրել Հայաստանում։ Եվ Արցախում։ Եվ բնականաբար եւ Արցախում։ Եվ այս առումով շատ ես չեմ ուզում ասեմ անխոցելի է, բայց ամենայն դեպս շատ քիչ խոցելի է։ Համեմատաբար ասենք այլ ուժերի, այլ գործիչների, ընդ որում կապ չունի դա իշխանական են, ընդդիմադիր են, թե ինչ են։ Պարզ է, որ միշտ ասում էին դե նոր մարդիկ են, այդ նոր մարդիկ, ես միշտ ասում էի, որ նոր մարդը ինչ է նշանակում, նոր մարդիկ Մարսից չեն գալու մարդիկ, մեկը այս հասարակությունում է ձևավորվելու, այն նոր ուժը, որը կարող է հաղթահարել դրված խնդիրները։ Այս առումով իհարկե իրենք շատ լավ հասկանում են, որ երևի թե ամենավտանգավոր ուժերից մեկը իրենց համար, իրենց իշխանության համար հենց այո մեր ձևով շարժումն է։ Եվ ինչով էր կարևոր նաև մայրաթոռուղտը։ Ես կարծում եմ դա ավելի շատ սիմվոլիկ բնույթ էր կրում, այդ թվում որ եկեղեցու կողքն են, հենց դրանից է սկսվել, բոլորս գիտենք ինչպես սկսվեց, մի կողմից սիմվոլիկ, մյուս կողմից այնուամենայնիվ ցուցադրվում էր ռեսուրս, այսինքն ոչ միայն Երևանում կարող ենք հավաքվել, այլ մենք չենք զլանում գնալ նաև Էջմիածնում եւ Էջմիածնում ունենալ նման հավաք, նման մարդկային ռեսուրս։ Այդ հավաքի ժամանակ հայտարարվեց նաև, որ Սամվել Կարապետյանը
փոխանցել է, որ ինքը պատրաստ է ստանձնել մեր ձևով շարժման կուսակցության ղեկավարությունը, սա ինչ որ առումով փոխում է իրերի ընթացքը, թե սա կանխատեսելի էր, հենց այդպես էլ կլիներ։ Ինձ համար կանխատեսելի էր, չգիտեմ ում համար է փոխում, բայց կարծում եմ իշխանությունների համար էլ էր կանխատեսելի։ Անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի այցին Վատիկան, այնտեղ սրբադասում էին հայ կաթոլիկ եկեղեցու սրբերից Իգնատիոսին, Սուրբ Իգնատիոսին, եւ այնտեղ նա հաղորդություն է ստանում Հռոմի պապից, ու շատերը հիշեցնում էին այն, որ անցած տարի նա մերժեց հաղորդություն ստանալ ամենայն հայոց վեհափառից։ Ինչ է սա նշանակում? Նիկոլ Փաշինյանը այսպես ցույց է տալիս, որ իր համար կաթոլիկ եկեղեցու առաջնորդը շատ ավելի հարգալից է, ավելի կարևոր դեր է ստանձնում, թե իրականում։ Չէ, սրանով ինքը ցույց է տալիս, ուզում է ցույց տալ, չգիտեմ ինչքանով կստացվի, այնուամենայնիվ եկեղեցու դեմ արշավը բավականին վատ արձագանքներ է ստացել հասարակության շրջանում։ Ինքը դա շատ լավ գիտի, հա, կան ինչ որ բաներ, որոնք անգամ շատ հեռու մարդիկ, որոնք իրենց շատ լոյալ են պահում, մենք գործ չունենք, դա մեր գործը չի, բայց հա, այն նստվածք է թողում բավականին նեգատիվ։ Խոսքը գնում է եւ եկեղեցու դեմ արշավի մասին, եւ տարբեր ընտանիքի դեմ արշավի, Արարատի դեմ արշավի, հա, այսպիսի բաները, որոնք ինստիտուցիոնալ հիշողության մեջ են ցանկացած հայի գենի, որտեղ գեն ասված այդ հայու գենը չի, գենը ինքը ինֆորմացիայի կրող է, ինստիտուցիոնալ ինֆորմացիայի, եւ անկախ դրանից մարդիկ իրենք ըմբոստանում են նման բաների, որպեսզի ինքը քանի որ ասում է ես եկեղեցու դեմ չեմ կռվում, ես անձի դեմ եմ կռվում, որ ցույց տա, որ այո, ինքը քրիստոնյա է, որ ինքը խնդիր չունի հա քրիստոնեության հետ, որովհետև այնուամենայնիվ կաթոլիկ եկեղեցին հայ առաքելական եկեղեցու համար քույր եկեղեցի է, դա բոլորը նու հավասարը հավասարի բոլոր այդ հոգևոր խորհուրդներում, որի իդեպ եթե չեմ շփոթվում կա նման հա մի ինստիտուտ, որը այս պահին ռոտացիոն է ղեկավարում եւ այս պահին ղեկավարում է Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, այդ միջազգային հոգևոր խորհրդի ուզում եմ ասել, նա ավելի շատ փորձում է մեսիջ հղել, որ ես ոչ թե դեմ եմ քրիստոնեությանը, այլ դեմ եմ կոնկրետ անհատի։ Իհարկե չեմ կարծում, չեմ կարող ասել ինչքանով դա նրա մոտ կստացվի։ Եվ վերադառնալով մեր քաղաքական ռեպրեսիաների դաշտ, պարոն Քոչարյան, ինչ է կարծում, ինչ զարգացումներ կարող սպասել, եթե ընդդիմադիր դաշտը, ինչպես դուք նշեցիք, այդ կոտրված փայտի կտորների նման մի բուր չի դառնում։ Ինչ զարգացումների կարող են ականատես լինել մինչև 2026-ի ընտրությունները, ժամանակ շատ չի մնացել, կարծես թե։ Տեսեք, եթե այդ հեքիաթը չկարդան, շատ արագ ժամանակահատվածում, ապա կունենանք այն, ինչ ունեցել ենք վերջի 7.5 տարիների ընթացքում։ Եթե մարդիկ հասկանան, որ այո կարելի է գնալ թեկուզ առանձին, հա, այսպես ասած, քաղաքական ուժով, անպայման չի, որ բլոկ կազմեն, անպայման չի, որ բոլորը նույն կերպ տեսնեն ապագա զարգացումը Հայաստանի, անպայման չի, որ ընդ որում էական չի լիբերալ են, հա, թե պահպանողական են, չգիտեմ ինչա մետ են, դա էլ էական չի։ Խնդիրը նա է, որ եթե բոլորը ասում են, իսկ դա բոլորն են ասում, որ այս իշխանությունը աղետ է, ապա առաջի խնդիրը պետք է լինի աղետից ազատվելը։ Աղետից ազատվելուց հետո նոր կարող են մտածել կամ արդեն տալ ժողովրդի դատին ընտրությունների տեսքով, թե որ ուղղությունն է ավելի ընդունելի այսօրվա արդեն բավականին լուրջ խորը ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանի ապագա զարգացման մոդելը եւ ուղղությունը, որը պետք է լինի։ Մինչ այդ ես կարծում եմ մտածել դրա մասին, որ ինքը էսա արել նախկինում, բայց չէ հիմա մենք խփում ենք իմպիչմենտով թե ընտրություններով,
սրանք ռուսների հետ են, սրանք արևմտամետ են կամ չգիտեմ ինչ են, ասում եմ, լինելու է այն, ինչ եղել է վերջին 7.5 տարիները։ Նիկոլ Փաշինյանը վստահաբար մտածում է, երևի սխեմաներ է գծում, թե ինչպես ընդդիմադիրների ցանկացած գործողության կամ զարգացման քաղաքական ընդդիմանա կամ դրանք ուղղակի խափանի։ Հավանականություն կա, որ ընտրություններով Փաշինյանին հնարավոր կլինի հեռացնել, վառ օրինակ Մոլդովայում կայացած ընտրությունները։ Հավանականությունը կա, ես չեմ ասում դա, ես հիմա ամենևին ես միշտ ասել եմ, ես կոֆե նայող չեմ եւ չեմ կարող ասել ինչ կլինի, բայց հավանականությունը կա, տարբերությունը Մոլդովայից շատ մեծ է, այո, Մոլդովայում էլ են փակել, բռնել եւ այլն, բայց այնտեղ կար մի շատ մեծ տարբերություն։ Մոլդովայում ընտրության իրավունք ունեին նաև Մոլդովայից դուրս գտնվող, այսպես ասած, սփյուռքը, ու սփյուռք ասելով մարդիկ, որոնք երևի թե գրանցում ունեն Մոլդովայի, բայց չեն ապրում այդտեղ Մոլդովայում, ես այդ չեմ ուսումնասիրել, ավելի կոնկրետ չեմ կարող ասել այնտեղ ինչ իրավունք կար, բայց հաստատ գիտեմ այդ իրավունքը այստեղ չկա։ Այսինքն դրսից չեն կարող քվեարկել Հայաստանի այս կամ այն քաղաքական ուժի համար։ Անկամ եթե մարդը ունի Հայաստանի գրանցում, բայց ապրում է զոր օրինակ Միացյալ Նահանգներում կամ Ռուսաստանում, էական չէ, կամ Եվրոպայում, ինքը պետք է գա այստեղ քվեարկի։ Չի կարող այնտեղից քվեարկել։ Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում նաև այդպիսի մի օրինակից բերի, որպեսզի դրսում քվեարկությունները չգիտեմ կհասցնեն թե չէ, հնարավոր, ես ոչ մի բան չեմ բացառում, ոչինչ չեմ բացառում։ Հատկապես Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Այս իշխանության պարագայում ես ոչինչ չեմ բացառում։ Բայց մենք հիմա խոսում ենք փաստերով։ Այս պահին նման օրինագիծ չկա։ Ընդ որում, եթե չեմ շփոթվում, դրա մասին խոսակցություն էլ չկա, որովհետև մամուլում գոնե կլիներ նման բան, որ պատրաստվում է նման օրինագիծ բերվել ազգային ժողով, չկա առայժմ նման օրինագիծ, դրա համար ես ասում եմ, այդտեղ մեծ տարբերություն կա Մոլդովայի ու ապագա Հայաստանի ընտրությունների միջև։ Անդրադառնալով հանրային տրամադրություններին, արդյոք այսպիսի գործընթացները, բուռն ռեպրեսիաները մարդկանց մեջ չեն կոտրում նաև ավելի ինչ-որ փոփոխության գնալու հավանականությունը, արդյոք ընտրություններին մասնակցելու վրա դա ազդեցություն չի ունենա, չէ՞ որ մարդիկ կվախենան կամ նույն վախից դրդված։ Գիտեք ոնց է, նման մեթոդները միշտ ոնց որ նրանք երկու ծայրահեղ կողմ ունեն, ոնց որ այո, մի կողմից թվում է, որ մարդիկ կարող են վախենալ, ինչը եւ կլինի ինչ-որ մի հատվածի մոտ, բայց մյուս կողմից ցանկացած ռեպրեսիա, ցանկացած ճնշում նաեւ ամբոստություն է առաջացնում։ Ես միշտ ասել եմ ուրիշ բանի վրա օրինակը բերեմ, որ պարզ լինի, երբ մարդուն ստիպողաբար, իսկ դա մենք տեսել ենք տարբեր ժամանակաշրջանում, օրինակ ստիպում են, որ նա այս կամ այն կուսակցությանը անդամակցի։ Սովորաբար դա լինում է միշտ իշխանության կուսակցությունը, տեսեք, դուք ցանկացած մարդ թող պրոյեկտի իր վրա։ Մի բան, երբ որ ես անում եմ, ոչ թե իմ ցանկությամբ, այլ հարկադրաբար, այո, այդ պահին կարող անեմ։ Տարբեր բաներից ելնելով, որովհետև ստիպված եմ, որովհետև կարող է աշխատանք կորցնեմ, որովհետև կարող է հետևիցս ընկնեն, բայց դա թողնում է ծանր հետևանքներ նստվածքի տեսքով։ Ու այդ մարդը սկսում է ատել իրեն ճնշողից։ Դա մարդկային բնույթ է, ցանկացած մարդ միշտ ինքը ձգտում է ազատության, անկախ իրենից։ Որտեվ մարդ ուզում է ազատ լինել, ինքը չի սիրում, որ իրան ճնշում են, իրան ստիպում են, իրան բռնանում են, դա միշտ բերում է հակառակ էֆեկտի եւ օրինակ նույն ընտրություններին են մարդիկ, ով նման ճնշումների են ենթարկվում կամ իրենց հարազատը, կամ իրենց բարեկամը, կամ իրենց հարևանը, կամ թեկուզ պարզապես տեսնում են, որ բանը, իրենք կարող են սուսուփուս առանց ըմբոստանալու գնալ եւ չընտրել այդ իշխանությանը։ Սա էլ է հնարավոր։ Ես չեմ ասում, որ դա այդպես կլինի, որովհետև դա ինչ որ մի օր այդպես կլինի անպայման։ Ընդ որում ինչքան ուշ լինի, այնքան ծանր է լինում սովորաբար
հետևանքները գործող իշխանության համար, կապ չունի այդ իշխանությունը որտեղ է եւ որ ժամանակաշրջանում է։ Դուք որ պատմությունը նայեք, կտեսնեք, որ դա այդպես է լինում։ Անհնար է, որ դրա վերջը, ինչքան ավելի ռեպրեսիաները շատ եղան, ինչքան երկար եղան, այնքան հետևանքները ռեպրեսիա անողների համար շատ ավելի ծանր են լինում։ Այստեղ արդյոք օգնության չեն շտաբի Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ խաղաղասեր հարևանները Թուրքիան եւ Ադրբեջանը, հատկապես որ պարբերաբար այնտեղից Փաշինյանին աջակցող հայտարարություններ հնչել են։ Ես չեմ բացառում, ավելին, այո, պարզապես քանի որ եթե մնա միայն այդ հարևանների հույսին, իհարկե կշտապեն։ Դա անգամ չեմ էլ կասկածում։ Բայց այսօր մեր տարածաշրջանը միայն Հայաստանը չէ, հա։ Հարավային Կովկասը ընդհանրապես մեր մերձավոր արևելքը եւ հարավային Կովկասը մասնավորապես հայտնվել է շատ ավելի հզոր ուժերի, հա, տեսադաշտում եւ շահերի, այո, հետաքրքրությունների տեսադաշտում եւ շահերի բախման կետում, այո, եթե մնա միայն Թուրքիան եւ Ադրբեջանին, ես չեմ կասկածում, որ այդ օգնությունը շատ արագ կհասնի։ Բայց քանի որ այստեղ կան այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են օրինակ Միացյալ Նահանգները, օրինակ Ռուսաստանը, օրինակ Իրանը, էլ չեմ ասում մի քիչ ավելի ածանցված Հնդկաստանն ու Չինաստանը, ապա այդպիսի բան կա, որ պետք է որ թույլ տան, որ դա անեն, որովհետև չէ որ ինչքան էլ, հա, Հայաստանից ուժեղ է Ադրբեջանը, բայց ինքնուրույն չեն։ Գիտեք, կարող է ինքնաբավեն ինչ որ առումով, բայց աշխարհաքաղաքական առումով իհարկե ինքնուրույն չեն։ Պարոն Քոչարյան, իդեպ Ադրբեջանում էլ բավականին հետաքրքիր զարգացումներ են իբր Իլհամ Ալիևի դեմ մահափորձի համար, հեղաշրջում ծրագրելու համար ռուսական կողմի աջակցությամբ, դա շեշտվում է, նախկին պաշտոնյաներ են ձերբակալվում, նախկին արտաքին գործերի նախարար, ազգային անվտանգության աշխատակից եւ այլն։ Ինչ գործընթացներ են սրանք, ուղղակի ներողություն անգլերեն բառերի համար fake հակառուսական ռոպագանդայի տիրույթում են, թե։ Չեմ կարող ասել, որովհետև դա կարող է լինել եւ fake եւ իրականություն։ Քանի որ ես չեմ ուսումնասիրել եւ չեմ խորացել այդ խնդրի մեջ։ Հա, օրինակ մենք բոլորս հիշում ենք 16 թվականին Թուրքիայում հայտնի դեպքերը, զինվորականների հետ կապված, որը օրինակ ես չեմ կարծում, որ դա fake էր։ Հա։ Այո։ Բայց Էրդողանը ստացավ ինֆորմացիա, ընդ որում ստացավ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկից եւ կարողացավ դիմակայել։ Բայց մենք գիտենք բազմաթիվ այլ դեպքեր, որ fake են։ Այսինքն դա կարող է լինել եւ fake եւ իրականություն, ես հիմա չեմ կարող պատասխանել ձեր այդ հարցին, թե դա որն էր։ Բայց այնուամենայնիվ խոսում է այն մասին, որ Ալիևը ինչ որ ներքաղաքական խնդիրներ ունի, եթե ստիպված է նման fake Ցանկացած երկրում ներքաղաքական խնդիրներ կան, հատկապես այն երկրում, որտեղ բավականին լուրջ ֆինանսական հոսքեր կան կապված տվյալ դեպքում, հա, նավթի հետ, չգիտեմ, այլ երկրում կարող է լինել դա զենքի արտադրություն, մեկ այլ երկրում դա կարող է լինել, չգիտեմ, թմրամիջոցների պարզավոր դա բան առևտուր է, հա, սև շուկա է, բայց այնուամենայնիվ ցանկացած սև շուկա ինչ որ առումով միևնույն է պետությունը միշտ փորձում է պահել իր հսկողության ներքո։ Ուզում եմ ասեմ նման դեպքերում, որտեղ կան նման ձևի սարսափելի հոսքեր ֆինանսական, միշտ ներքաղաքական պայքար լինելու է հասնելու այդ լծակներին։ Եվ մեր զրույցի վերջում ամփոփելով այսօրվա քննարկման թեմաները, նորից վերադառնալով Գյումրի, պարոն Քոչարյան, Վարդան Ղուկասյանին ձերբակալել են։ Արդյոք ՔՊԸ կարողանա այնտեղ իշխանություն ունենալ դրանից հետո։ Գիտեք ոնց է, այնուամենայնիվ, եթե չեմ շփոթվում, քաղաքապետի տեղակալը իր փեսաներ եւ իրենց բանից, հա, հերթով պետք է գան, հա, ոնց է, որ ազգային ժողովը մեկը մանդատը դնում է, այդ նույն ցուցակից հաջորդ համարը գալիս է։ Այսինքն քանակական առումով այստեղ պետք է որ խնդիր չլինի։ Եթե իհարկե
չլինի այդպիսի ֆրազ կա, որ ասում են քաղաքական, ասեմ, հա, որում դա հիմա միայն չի վերաբերվում, բոլոր ժամանակներում եղել է, ասում են անասնագողություն։ Երբ իշխանությունները բոլոր ժամանակներում, հա, այդ ցուցակից հատկապես թույլերի հետ աշխատում են եւ այդ թույլը արդեն փաստացի ունենալով մեկ ուժի մանդատ սկսում է քվեարկել մյուս ուժի հետ միասին։ Եվ այդ դեպքում արդեն այն ուժը, որը որ փոքրամասնություն էր, դառնում է մեծամասնություն։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա մեր հյուրներ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, դուք դիտում եք հարցազրույցը։ Մեր հաջորդ թողարկումը վաղն է։ Հաջողություն։